Համեցեք տիկին Անուշ, համեցեք, բարի ձեզ։ Ում չնվիրեցի քարտեզ, քարտեզ, ում չնվիրեցի։ Ձեզ էլ չնվիրեցի, շատ լավ, բարև ձեզ, ձեզ նվիրել ենք արդեն, բարև ձեզ, շնորհակալ եմ, հաճույքով, բարև ձեզ, քարտեզ նվիրեմ ձեզ, բուկլետ նվիրել են, տվել են ձեզ բուկլետ, ես էլ բուկլետ, մի րոպե նամակը Գագիկին է Սախանյան էլ, բարև եղբայր ջան, լավ եք, շնորհակալ եմ շատ, քարտեզից, հələ մի րոպե, մի հատի հարցը լուծենք, հետո երկրորդի հարցն էլ կմտածենք, հոչեք տրչվե ժողովուրդ, հոչեք տրչվե, մենք եկանք անձրևը կտրեցինք, 1000 բարի, ում չտվեցիք քարտեզ, ում չտվեցի քարտեզ։ Բայց բանը, ասեք, որ անպայման կրեն այս։ Դե մարդիկ, դե ես օրինակ եմ ծառայում, երկու հատ մի հատ գլխից, մի հատ կրծքից կրում։ Մի ժամանակ ովքեր որ իշխանամետ էին, նրանք պարծենում էին դրանով, որ իշխանամետ էին, ամեն ինչ որ ցույց։ Հիմա իշխանամետներին հետապնդում են։ Վախենում են, որ ասեն։ Ոչինչ, թաքուն, էսա հասնում ենք վերջին կետին ենք հասնում։ Ես եմ շնորհակալ։ Բա նաև էտա պատճառը 2021 տիկին ձեզ մի բան ասեմ։ 2021 թվականի ընտրություններում սոցիոլոգիական հարցումներով մենք 25-26% էր տրվում, բայց մենք 53% ունենք, որովհետև են մարդիկ ովքեր հիմա առավել եւս, մեզ հիմա ավելի բարձր տոկոս անհրաժեշտ խաղաղությանը տեր կանգնելու համար։ Բարև եղբայր։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ Հաճույքով եղբայր ջան, հաճույքով։ Մի հատ էլ տամ, իհարկե կարելի է։ Հաճույքով։ Լավ եղբայր, լավ եմ։ Էս ինչ լավ եղանակ է, էս անձրև ես ոնց պարզաջրեց։ Բարև եղբայր, լավ եք։ Նախադասություն շնորհակալ։ Համեցեք։ Ուզում եմ Աբդուշի մի բան խնդրել։ Ասեք եղբայր։ Խոսք տաս մի օր գաս իրար նստենք մի բաժակ բախենք։ Մի հատ Աբդուշի եղբոր եմ։ Այնքան կուզեմ։ Երբ փոքրիսյան գալու ես ցավը։ Դա կարևոր հարցեր է։ Ասա եղբայր։ Բա ոնց գտնեմ քեզ։ Ես համար էլ կարամ թողեմ ցավը։ Եկել ախեցեմ Ճանաչում եք։ Ճանաչում։ Մենք երրորդ անգամ երևի հանդիպում ենք։ Այդ հարցը ճիշտ ասած չենք։ Մի հատ բարև եմ մարդկանց։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Կներես էլի եղբայր, մարդկանց մի հատ բարև եմ։ Բարև ձեզ, բուկլետ էլ։ Ոչինչ։ Մագնիսնա որ կպցնեք։ Ծանոթ։ Ահա։ Բարև ձեզ, բուկլետ քարտեզ տվեք էլի։ Երկու հատ էլ տվեք երեխեքի համար։ Երկու հատ։ Երեխեքը ինչ տարիքի են։ 16 Բարև եղբայր։ Ինձ էլ էլի։ Լավ եղբայր։ Քարտեզ չունեք։ Մի հատ բալայից։ Մի հատ ձեզ մի հատ բալա։ Ձեզ տվեցինք։ Բարև ձեզ։ Հաջան ասեք։ Մենք էլ ուզենք քարտեզ։ 100 բնակիչի մասին երկու գյուղի ախեցան տոլոր։ Հա, ինչա պետք անել։ Դրան բարը կառուցած է։ Ահա։ Հին սիստեմը կա։ նամակին հանձնա։ Շատ լավ, Գագիկի։ Այդ հարցում եմ, էլի ձեզ։ Նախքին Ժորժան, չեմ հասցնում հետևեմ ձեր մտքին։ Ասեք։ Թատ երեխա ունեմ։ Նպաստը կտրել են, հեսա 9 ամիս է նպաստ չեն տալիս ինձ։ Հիմա իսկ տուն ունեք։ Տուն, հա, ախորս տունն է, հա, տուն ունենք, բայց 9 ամիս։ Հիմա մենք բազմազավակ երեխա, հիմա ցենց ոտի վրա չեմ կարող ասեմ։ Այդ նամակի մեջ գրած էր այդ։ Այո, հա։ Դե հա, այդ նամակով կառավարությունների սիստեմը։ ինչա պետք անել։ Հիմա խողովակին դե հարցն է, մեկ Ռոռոկման համար։ Ռոռոկման համար 1000 հեկտարի համար, 1000 հեկտարի համար։ Հիմա դե մենք ասում ենք Արևային կայանի տեխներ կա, 2000 կիլովատ, մեր ջրամբարից, սիստեմը սա կա։ Ընդհանրապես տանք յուղի դաշտերին էլի, ասենք վերեկամուտի կավի։ Շատ լավ, բարև ձեզ ժողովուրդ ջան, հոչեք թրջվել։ Բոլոր Սակրատյանի մասին մեկը գազաֆիկացում, մենք քաղաքին կպատենք, Եղբայր, ամեն ինչ է կարվի, ամեն ինչ է կարվի։ Շնորհակալ եմ։ Բարձրախոսը։
Բարև ձեզ, հազար բարի։ Ես էլ եմ ուրախ, շնորհակալ եմ։ Սիրելի սիսյանցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Այս Անձրևը տեսաք ոնց պարզաջրեց ամեն ինչ։ Մի հատ խնդրում եմ ես պահեք։ Սիրելի սիսյանցիներ, նախ շնորհակալ ենք, որ այս տեղատարափի տակ եկել եք, բայց ընդհանրապես մենք քարոզարշավը սկսեցինք Անձրևի պայմաններում։ Միտիկին ասում է, հո դեր տրամադրությունը չընկավ, ասում է, որ եկաք սենց վարար Անձրևա գալիս, ասի չէ, հիմա մենք մեր տրամադրությունով Անձրևը կդադարեցնենք եւ նորմալ քարոզարշավ կսկսենք, այնպես որ եկեք մի հատ ծափերով իրար ողջունենք ձեր։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես բրոշյուր ունեմ ինձ մոտ, որտեղ գրված է, թե մենք հանրապետության որ համայնքում ինչ աշխատանք ենք արել, սուբվենցիոն ծրագրերով, ուղիղ ծրագրերով եւ այլն, բայց ես չեմ ուզում տենց պաշտոնական խոսակցության վերածեմ, որովհետեւ ինչ որ արվել է, դուք տեսնում եք, ինչ որ չի արվել, էդ էլ գիտեք, բայց ես էլի ուզում եմ ասել, մենք այս ընթացքում Հայաստանում բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որ դեռ մնում են չլուծված։ Բայց մենք այսօր նաև շատ դարակազմիկ հարցեր ենք լուծել սոցիալական ոլորտում։ Օրինակ առողջության ապահովագրությունը, որից օգտվում են 65+ տարիքի թոշակառուները, բայց ես ուզում եմ ասեմ, մենք ասում ենք 65+ տարիքի թոշակառուներն են շահառուն, բայց ոչ առաջինը իրանց զավակներն են շահառուն, որովհետև ով տարիքով ծնող ունի, մեզնից բոլորը միշտ լարված է, ասում է, բա վերջը տարիքա, որ մի հատ առողջական խնդիր լինի, ինչ ենք անելու, դրա համար ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եկել է եւ ձեզ ասում է, որ դուք մենակ չեք, ձեր ծնողների հետ կապված այն հեղափոխության ժամանակվա երգը հիշում եք, բանաստեղծությունը, որ ասում ենք եւ մենակ չենք։ Հիմա 2026 թվին, դա 2018 թիվն էր, ասում ենք մենք մենակ չենք, այսօր մենք էլի եկել ենք վերահաստատելու, որ դուք մենակ չեք, ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է, եւ այսօր ձեր 65+ տարեկան ծնողների առողջության ապահովագրության խնդիրն է լուծել, ձեր 65 թոշակառու ծնողների թոշակների հարցերն է լուծել։ Ես պատահական այսօր մտել եմ մի քանի տուն եւ բոլոր թոշակառուները հաստատել են, որ իրանց թոշակը 10,000-ով բարձրացել է եւ հետվճարով է տարբեր 8-ից մինչեւ 11,000 դրամ իրանք հետ են ստանում մի հատ թոշակառուների հետվճարով, մի հատ էլ ընդհանուր հետվճարով։ Բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները իրականում ոչ թոշակի, ոչ առողջության ապահովագրության մասին չի, չնայած էլ եմ ասում, առողջության ապահովագրությունն էլ, թոշակի բարձրացումն էլ մեր երկրի համար դարակազմիկ նշանակություն ունեցող հարցեր են, որովհետև մեր երկրում առաջին անգամ է, որ միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն պարերային զամբյուղից։ Մեր երկրում առաջին անգամ է, որ մենք այսպիսի հուսալի առողջության ապահովագրություն ենք բանարել, ներդրել։ Իմիջիալոց նախկինում 2 փորձ եղել է արդեն առողջության ապահովագրություն ներդնելու, ներդրվել է եւ արագ չեղարկվել է։ Չհավատակ նրանց, ովքեր ասում են, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է։ Մենք այսօր Տիկին Ավանեսյան, ուր եք, Տիկին Ավանեսյան։ Անայդ Ավանեսյանը առողջապահության նախարարը, ով առողջության ապահովագրության ներդրման։ Մեր մյուս գործընկերները ուր են, պարոն Միրզոյան, պարոն Կոնջորյան, պարոն Ռուբին, եթե շփվում եք մարդկանց հետ, նորմալ է, մնացեք եւ շփվեք։ Բայց եթե այդտեղ միտեղ ծառի տակ նստած ծխում եք կամ չգիտեմ, իրար հետ եք շփվում, ավելի լավ է եկեք այստեղ կանգնենք։ Տիկին Ավանեսյան, դուք հիմա մենք կարող ենք հաստատել, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդհակառակը ավելի է ընդլայնվելու։ Ասեք 2 բառ այդ մասին։ Այո, պարոն վարչապետ, ոչ միայն չեղարկվելու, այլ նաև նոր խմբերն են ավելանալու եւ մենք 2 տարվա ընթացքում մեր ողջ բնակչությանը արդեն ապահովելու ենք առողջության ապահովագրությունով, ժողովուրդ ջան։ Այս հունվարի 1-ից միանալու են բոլոր աշխատողները, անկախ իրաց աշխատավարձի չափից։ Միանալու են տաքսիի վարորդները։ Այնպես որ առողջության ապահովագրությունը անկասելի է։ Ժողովուրդ, ստեղ ուզում եմ մենք ճիշտ հասկանանք իրար, 65+ տարիքի
եւ միջև 18 տարեկանների համար վճարում է պետական բյուջե։ Աշխատողները իրենք են իրենց աշխատավարձից վճարումներ իրականացնում, բայց այդ վճարածի մի մասն էլ համընդհանուր հայտարարագրման համակարգով որպես սոցիալական հետվճար հետ են ստանալու։ Եվ առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականը տվել են մեր սիրելի տաքսիստները։ Իրանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, մենք իրանց հետ կաշխատենք, լուծումներ կգտնենք փոխադարձ ընդունելի, բայց մի օր ինձ ասում են, գիտեք, ասում են տաքսու վարորդները բան են անում, ակցիա են անում, բողոքի ակցիա։ Ասում եմ, ինչի համար են բողոքի ակցիա անում։ Ասում են, պահանջում ենք, որ մեզ ներառեք առողջության ապահովագրություն։ Չեք պատկերացնի ինչքան ուրախացա, որովհետև դա առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականն է։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, բազմաթիվ երկրներ, որտեղ առողջության ապահովագրությունը ներդրվել է, ցույցեր են արվել բողոքի ընդդեմ առողջության ապահովագրության, որովհետև նրբություններ են եղել վճարումների բանի հետ կապված եւ իմիջայլոց։ Մենք քանի տարի է որ քննարկում ենք, 8 լավ, սենց ասեմ, 7 տարի 8 ամիս, հա, որ ճշգրիտ 7 տարի 8 ամիսա մենք էս քննարկում ենք եւ այո, մենք էլ կարող ենք հիմա մտնել են տարբերակով, որ մարդիկ բողոքեին համակարգի դեմ, որովհետեւ գիտեք ինքը չեմ ուզում նրբություն